Ներեք, պարոն Կարապետյան, մի քանի հարց էլի ձեզ տամ։ Ինչպիսի խորհրդարան ենք ունենալու 9-րդ գումարումում, որովհետև մշտապես ինչ-որ կռիվներ, վիճաբանություններ, ծեծկռթուք ու հանրությունը հոգնել է այդ ամեն ինչից։ Դուք պատրաստ եք լավ խորհրդարան բերել հանրության համար։ Խորհրդարանը ընդհանուր բազմակողմանի աշխատանք է, բայց մենք ամեն ինչ անելու ենք, որ հիմնական շեշտը դրվի մարդկանց կյանքի վրա փոփոխությանը։ Իշխանությունը պատրաստ է օրինակ լսել ընդդիմությանը, ինչ տրամադրություն եք զգում։ Կարծում եմ այլ ընտրանքներ երբեմն չեն ունենալու չլսելու, բայց մեծ հույս մեր իշխանության այսօրվա ընտրակեղծիքներով ընտրված իշխանության վերաբերյալ պետք չէ ունենալ, որովհետև մարդիկ, ովքեր օրը ցերեկով տասնյակ հազարավոր ձայներ կեղծեցին, դժվար անսան մարդկանց պրոդուկտիվ ու դրական փոփոխություն բերող մտքերին։ Օրինակ, եթե խորհրդարանում ծեծկռթուք սկսվի, ինչ է անել ուժեղ Հայաստանը։ Անցնենք տենց հարցեր էլի։ Պատրաստ եք, դե իրենք հստակ արձանագրում են, որ խոսքերի տարբեր բառակապակցությունների համար ուժեղ Հայաստանի թեկնածուները պետք է պատասխան տան։ Իրենք էլ, չէ՞։ Իրենք էլ։ Իրենք էլ երևի դուք պետք է ասեք, որպես խմբակցության ղեկավար արդեն։ Հա։ Եկեք կենտրոնանանք մեր ժողովրդի կյանքը փոխելու վրա, ով ցանկություն ունի կռիվ անելու կարող է բարբի տրիկոն հագնի, գնա բարբի սպորտ դպրոց եւ այնտեղ կարող են կռվել։ Ձեր տրամադրվածությունը լրիվ ուրիշ է խորհրդարան գալու, կարող ենք այդպես արձանագրել, այսինքն մենք ամեն դեպքում աշխատանքային տրամադրվածություն է։ Շնորհակալություն։ Привет, Артур. Марина.